Այո, ուրիշի հաշվին սխալներ գործելը դա շատ մատչելի, ձեռնտու հարմար տարբերակ է։ Ասի ինքը դիրիժորն է։ Նվագախումբը AI-ներն են, բայց ինքը պիտի հասկանա ինչ է ուզում իրանցից, որ ստանա։ Ինձ գործի չէին վերցնում, ես դրա համար ստեղծեցի գործ։ Ես գնում էի, տանց բիզնես դյադյաների հետ ձեռքով բարևելու, չէի նստում միջև չմոտենան, ինչ չդիմավորեն ու ձեռով չողջունեն։ Պատահաբար միշտ կարելի է, հա, ճիշտ գործողություն անել։ Հայկական շուկայում ահա որ շատ են շտապում, տակտիկական մտածելակերպը գերազանցում է ստրատեգիկին, բոլորը ուզում են միանգամից հարստանալ։ Ինչ ես վաստակում էի, ներդնում էի կամ բիզնես հագուստի մեջ, որովհետև ավելի ներկայանալեր պետք լինել, կամ տեխնիկայի մեջ, որ ինձ պետք էր աշխատանքը գրագետ անելու համար, կամ իմ կրթության մեջ, որովհետև պետք էր որակապես աճ ունենալ։ Ասում գիտեք, այդքան կարևոր չի լինես խելացի, ինչքան ունենաս խելացի ընկերներ։ Պապաս ընկեր ուներ, ով մյուս իրանց ընկերոջ աղջկան գումար էր վճարում, որ չգա իր մոտ աշխատելու։ Բախտը բերում է նրանց, ովքեր հստակ հաշվարկ են արել, ովքեր հստակ գիտեն ինչ են անում ու ինչի համար են անում։ Բարև ձեզ, դուք լսում եք դիտում եք Մեծ գործ ոդքասթը, այսօրվա իմ հյուրը Նանե Մաթևոսյանն է, Slice Consulting ընկերության հիմնադիր տնօրեն եւ բիզնես խորհրդատու։ Նանե ջան, բարև ձեզ, շնորհակալություն, որ եկաք։ Ողջույն Ասմիկ ջան, շնորհակալություն հրավերի համար, շատ հաճելի է։ Նանե ջան, ես ձեր հարցազրույցներից մեկն էի նայում ու մի հատ հետաքրքիր իրականում սադրիչ միտք էի ասել։ Ասում եք, որ 18-ից 25 տարեկան երիտասարդները պետքա մոմ վառեն եւ շնորհակալ լինեն իրենց գործատուներին, իրենց աշխատացնելու, ոչ թե բողոքեն, որ շահագործվել են եւ այլն, որովհետեւ այդտեն տարիքը չի, որ դու շահագործվես, այլ իրականում դու լիքը փորձ ես ձեռք բերում եւ պետքա շնորհակալ լինես, որ քեզ տվել են հնարավորություն իրենց հաշվին սխալներ գործելու ու կատարելագործվելու համար։ Այո, ու ինչքան վատն է գործատուն, ինչքան վատն են պայմանները, ինչքան դժվար են դրված խնդիրները, այդքան ավելի հավանական է քո հաջողությունը ապագայում, ու հեռանկարները շատ ավելի մեծ են դառնում, որովհետև հեշտ պայմաններում, հարմար պայմաններում ոչ մի դիմակայուն ու ոչ մի արդյունավետ արդյունք, ես մի քիչ տավտալոգիա ստացվում, բայց դա չի ստացվում։ Պետք է միշտ աշխատել, զարգանալ, մտածել արագ, մտածել յուրովի, որպեսզի դու ունենաս մրցակցային առավելություն, մանավանդ այս AI դարում առավել ևս, հա։ Այսօր քննարկում էինք, որ 3 տարի հետո ամեն 10 աշխատատեղից մեկն է մնալու ու մնացած 9 հոգու բեռը եւս այդ մի մարդը վերցնելու է իր վրա։ Ու եթե նման փորձ ձեռք չբերի երիտասարդը ժամանակին, շատ լուրջ խնդիր է, ինքը կմնա այն 9 հոգու մեջ, ովքեր արդեն պետք է հասկանան ինչով են զբաղվելու։ Այդ կենսունակությունը, այդ գոյատևելու հարցը առաջանում է հենց մի քիչ դժվար պայմաններում։ Ես շնորհակալ եմ իմ բոլոր այն գործատուներին, ովքեր ստեղծել են դժվարին պայմաններ, դժվարին խնդիրներ են դրել ինձ առաջ, միգուցե նույնիսկ հոգեբանական մի քիչ բարդ իրավիճակում են, հա, դրել, դրանք բոլորը միասին կերտել են ինձ այսօր։ Ու դարձրել են ինձ մտածող, դարձրել են մրցունակ, դրդել են, որպեսզի ես ձգտեմ եւ ավել սովորել եւ ավել փորձարկել։ Իսկ այո, ուրիշի հաշվին սխալներ գործելը դա շատ մատչելի, ձեռնտու հարմար տարբերակ է։ Հակառակ դեպքում դու քո հաշվին ես այդ սխալները գործելու, իսկ սեփական գրպանի ժամանակի ու էներգիայի հաշվին բնականաբար շատ ավելի բարդ է ու դժվար։ Այդ 10-ից 9-ը, որ ասում եք դուրս են գալու, ինչ է դա նշանակում, այն մի հոգին, որը մնալու է ինքը պետք է ունենա բազմաթիվ կարողություններ եւ նաեւ միջմասնագիտական կարողություններ, որովհետեւ իրականում Հայաստանում նաեւ մեր թիմում եւ ընդհանրապես ես շատ թիմերում, որ աշխատել եմ, հենց այդ կարևորվել է, որ մարդ ունենա բազմաթիվ կարողություններ, օրինակ չլինի մենակ լրագրող, որը տեքստ է գրում, լինի լրագրող, ով նկարում է, ով մոնտաժում է, ով չեմ ասում այդ ամեն ինչը առանձին տենց գեր մասնագիտական խորացված ձևով, բայց օրինակ եթե դու ինչ-որ իրավիճակում ես, դու կարողանաս այդ ամեն ինչը շատ արագ անես, կամ առնվազն այդ ամեն ինչից գլուխ անես ու հասկանաս, որ մի բան ճիշտ են արել, թե սխալ են արել։ Այ երկու բան արագ պատմեմ, առաջինը խոսում էինք այսօր էլի իմ ուսանողներից մեկի հետ, նրա մասին, որ ժամանակի հետ օրինակ եղավ մասնագիտացման դարաշրջան ու եկավ այն ժամանակը, երբ որ պետք էր նեղ մասնագիտանալ ու ֆունդամենտալ մտնել այդ ոլորտ ու հասկանալ մաքսիմալ շատ, բայց նեղ ուղղությամբ։
Մինչդեռ ավելի մարդիկ լայն էին, հա, սովորում ամենից մի քիչ։ Հիմա մի քիչ ուրիշ դարաշրջան է սկսում։ Հիմա պետք է լինում բացի նրանից, որ շատ բաներից, պետք չի ամենից, բայց շատ բաներից, ու միևնույն ժամանակ նաև համեմատաբար խորը։ Ու ավելի կարևոր է ոչ թե ֆունդամենտալ միջև վերջ իմանալը, այլ 40%-ով հասկանալը, որովհետև եթե դու 40%-ով հասկանում ես, մնացած 60%-ը դու ծածկում ես արդեն լրացուցիչ ռեսուրսների հաշվին։ Այսօր Փառք Աստծո կա անսահմանափակ, հա, ռեսուրսներ ու հնարավորություններ, թե ինֆորմացիա հայթայթելու, թե լրացուցիչ ինչ-որ գիտելիք ձեռք բերելու, թե AI-ների միջոցով, AI-ների ձեռքերով ինչ-որ բան անելու։ Ու երկրորդ բանը, ինչով ուզում եմ կիսվել, այսօր հիշել եմ իմ սկիզբը կարիերայի 20 տարի առաջ, երբ որ նոր ենք հիմնում խորհրդատվական ընկերությունը, այնպես չէր էլի, որ ամեն նեղ մասնագետ ընկերության ներսում կար, նույնիսկ ամենասկզբում ես մենակ էի։ Ու ես սովորել էի ամեն ինչ անել paint-ի, դե 2005 փաստացի էլի, 20-ամյակն ենք տոնում հիմա Slice Consulting-ի աշնանն լրանալու, 25-ի աշնանը ստեղծվել է ընկերությունը, այն ժամանակ Նանե Մաթևոսյան Independent Marketing Consultant էր, որովհետև դա ես մենակ էի, առաջի 5 տարին իմ անունով եմ հենց հանդես եկել, հետո աստիճանաբար արդեն աշխատեցինք ոնց որ rebranding-ի ուղղությամբ, որտեղ թիմ էր։ Ու ես սովորել էի ամեն ինչ անել Paint-ի, Word-ի, PowerPoint-ի ու մնացած հա հնարավոր այդ պրիմիտիվ գործիքների միջոցով։ Ու այսօր երբ որ ինձ պետք էր գովազդային նյութը ֆորմատի բերել, գովազդ տեղադրում էի օֆիսում մենակ էի, որովհետև բացի ինձ որ շաբաթօրա տոնորել է, հետևաբար բացի ինձնից ոչ մեկ այնտեղ տեղ չունի։ Ու ես դե չափի էր պետք բերել ամեն ինչ, ու ես հիշեցի, որ Paint-ում այդ ամեն ինչը հնարավոր է, ինձ դրա համար դիզայներ պետք չի։ Ես էլի մտասիրում Paint-ով այդ ամեն ինչը արեցի։ Հետո պետք էր ունիկալ հղում ստեղծել այդ UTM մետկա կոչվածը, էական չի դա ինչա, բայց ես չէի հիշում դա ոնց եմ արել 10 տարի առաջ վերջի անգամ։ Ես մտա ChatGPT-ին ասեցի, ինձ ասա մի հատ քայլ, ոնց կարամ ես այս ամեն ինչը անեմ։ Հիշեցի, որ հա մի հատ տենց պլատֆորմա կար, որ ինքը հուշեց ու քայլերը վարեցի։ Ու հասկացա, որ այստեղ ավելի շատ մտածելն է ու լուծում գտնելն է, քո իմացածի շրջանակներում լուծում գտնելն է։ Դու ամեն ինչ իմանալ չես կարող։ Փաստացի տեսնում ես մեծ բաց, լրացրու, բայց ամեն ինչ իմանալ չես կարող։ Ու երրորդ կարևոր բանը խոսալուց ընթացքում հիշեցի, գոյություն ունի sense multitask-ի վարակ այս դարում, դա էլ է խնդիր։ Երբ որ ինձ ասում են, հա, մասնագետը պետքա multitask լինի, ասում եմ, հա, բայց focused multitask, իսկ կենտրոնացած multitask, դու կենտրոնացար մի գործ արեցիր, անցար հաջորդին, ընդ որում պետքա իմանաս որն է առաջնարդ, որը երկրորդ, որ դու չխորանաս ինչ-որ բանի մեջ, որը պետքա մի շաբաթ, իսկ հենց հիմա ամեն ինչ վարվեց աշխարհի վերջը եկավ։ Ու այդ focused multitask ու AI-ների այդ ձյուս անձերի նման բռնած, դու գնում ես առաջ, այ ապագայի մասնագետը հենց այդ տեսքը ունի։ Ու մի հատ էլ ինձ բան էին հարցրել, ասեցին ոնց կնկարագրես այն մասնագետին, ով այդ ձյուս անձերը բռնած գնում է, ասեցի ինքը դիրիժորն է։ Նվագախումբը AI-ներն են, բայց ինքը պիտի հասկանա ինչ է ուզում իրանցից, որ ստանա։ Հա, շատ հետաքրքիր է։ Իրականում այս նույն մոտեցումը լսել եմ իրավաբանների մասին, երբ որ ասում են լավ իրավաբան է, ինչի որ բոլոր օրենսգրքերի իրավական նորմերը անգիր գիտի, այլ այն մասնագետն է, ով գիտի ոնց կիրառի այդ նույն նորմերը։ Այսինքն նախ իմանա որտեղ են այդ նորմերը ու հետո իմանա ոնց կիրառի։ Իրականում ուզում եի որ խոսեիք մի քիչ ձեր բիզնեսը սկսելու մասին, ենթադրում եմ 2005 թվականին բավական երիտասարդ եք եղել։ Ասեցի ու հիշեցի, որ ինչ-որ փոքր ինֆորմացիա էլ ունեմ, թե ոնց եք սկսել փոքր աղջիկ, շատ խիտ մեյքափով, որ ավելի մեծ երևա, որ խնդրեմ այդ պատմությունը կպատմեք ու ընդհանրապես ինչ դժվարությունների առաջ եք կանգնում որպես երիտասարդ աղջիկ, ով մեծ գործեր է ուզում անի։ Ես բակալավրը նոր էի ավարտել, 20 տարեկան էի ու հասկացել էի, որ ես ուզում եմ մարքեթինգով շարունակեմ, տնտեսագիտական կրթություն ունենալով, բայց ոլորտը չէր հասկանում ինչ է մարքեթինգը, ինչպես է աշխատում։ Ու իրականում ամեն ինչ սկսեց, քանի որ աշխատանք գտնելու խնդիր կար մարքեթինգի ոլորտում։ Ինձ որ հիմա ասում են օրինակ, տես դու քո երազանքին հասար, դու ապրես, դու քո բիզնեսը ստեղծեցիր եւ այլն, ասում բայց գիտեք ինչի, ինձ գործի չէին վերցնում, ես դրա համար ստեղծեցի գործ։
այդտենց կես կատակ լուրջ դե չկար նման վականսիաներ ու պատկերացում չկար ինչով պետք է զբաղվի մարքետոլոգը կար շատ այսպես ասեմ այն ինչ որ կար ինձ չէր բավարարում անկեղծ ասած որովհետև իրանք պատկերացնում էին որ վիզիտկա տպելը sales-ը հաճախորդները թերասով խոսելը հենց այդ է հա մարքեթինգը մաքսիմալ 20 տարի առաջ ինքը շուկան լրիվ ուրիշ էր ու ես գնում էի այդ վականսիաներին դիմում էի CV-ով հասնում էի ոնց ասում են big boss-ին ով որոշում կայացնողն է ու իրան ներկայացնում եմ միացան սիրուն պրեզենտացիա որի շրջանակներում ասում էի թե ինչ խնդիրներ ունի իր ընկերությունը արդեն իսկ որ բացահայտված են հետո միջև այդ գնում ուսումնասիրում էի նայում ինչ կարելի է եւ այլն ու խնդիրները ներկայացնում էի ու ասում էի որ ես այդ խնդիրների լուծման արդյունքում եկած եկամտի 10%-ն եմ ուզում նո ոչ մեկ չէր մերժում դրա համար բիզնեսը ստացվեց ու կառուցվեց ինչի չէին մերժում որովհետեւ չեղած փողի 10%-ը կիսվելը շատ հեշտ է եթե 90-ն էլ քեզ է գալու ոնց որ վնաս չկա էլի շատ շահավետ առաջարկ է сделка с дьяволом հետո ամեն ինչ ամենապնդվում էր իմ վստահությամբ ու ես հագնում էի շատ լուրջ բիզնես հագուստ արծաթներով մուկ մեյքափով ոնց ասացիք ես չէի հիշում որ ես մի տեղ եմ ասել հա ես գնում էի տանց բիզնես դյադյաների հետ ձեռքով բարևելու չէի նստում միջև չմոտենան ինձ չդիմավորեն ու ձեռով չողջունեն այդ սաղ միջոցները կիրառում էի նաև որպեսզի կարողանան զորելեիք թե երևի բնաստ չգիտեմ հետո կարողա կողքից էլ ուսումնասիրելով հետո կարող մի քիչ էլ կինոներ շատ նայելով չեմ կարող ասեմ բայց հա այդ կար հիմա ես շատ ավելի թեթև ու հեշտ եմ ու եթե տեսնում եք ես այսօր սենց մի քիչ ջրիկ որովհետև տարիքի հետ արդեն դու կարողանում ես էլի ջրիկություն քեզ թույլ տաս կարիք չկա հավելյալ վստահություններ շնչելու արդեն քեզ ճանաչում են իսկ այն ժամանակ դե պետք էր էլի որ ինչ որ ձևով քեզ ծանոթանան իսկ այդ նույն տղամարդ բիզնեսմենները գործարար մարդիկ խնդիր չունեին երիտասարդ աղջկան ներս ուղեկցելու կամ այդ ամբողջ մաներաները ցույց տալու գիտեք կարող է դա ինձնից էլ էր գալիս իմ մտքով չի անցել որ երիտասարդ աղջիկ ինչ որ բանով բիզնես դյադյայից տարբերվում է փոքր ժամանակ երևի ես մի քիչ շատ վստահ եմ մեծացել տենց կարատե գնալով ինչ որ կռիվ տալով պայքարելով իմ իրավունքների կարծիքի համար հա հետո երևի պապաս էլ է շատ մեծ դեր ունեցել որովհետև առաջին անգամ որ բակից բարձրացա վերև ասեցի ինձ ինչ որ մեկը նեղացրել է ասեց ответа տայր պատասխանը տայր հիմա տենց анекдот կա չի ասում дочка если тебя кто-нибудь обидит топором его топором ասում папа я же девочка ну возьми розовый Հետո ես եղբայրների հետ եմ մեծացել, ինչ էլի մեծ դեր ունեցել։ Նշենք, որ մենք բռնությանը կողմ չենք, էլ ուղղակի հումորը։ Հետո այդ պատասխան տալու մասին է, այդ ընդհանրապես բռնություն գործածելու մասին չէ, այդ ինքնապաշտպանության մասին է։ Ու հաստատ կարիքը չի եղել առանձնապես, էլի դրա միայն վստահ հայացքը ու հանգիստ դրսևորումը բավարար է եղել։ Իմ մտքով երբեք չի անցել, որ աղջիկ լինելը ինչ որ բանը վատ է կամ թերի է կամ խնդիր է։ Տարիքի հետ ուղղակի շատ փորձի հետ առնչվել եմ, ընդ որում իմ հետ կապ չունեցող։ Հասկացել եմ, որ նման խնդիր գոյություն ունի։ Նախ աղջիկների շրջանակներում կա որոշ անվստահություն, ինչի դեմ ես սկսել եմ ժամանակի հետ պայքարել։ Ու երկրորդը կա որոշակի անլրջություն աղջիկներին վերաբերվելու, ինչը էլի շատ տարօրինակ է։ Բայց հիմա էլ կա։ Ну, գալիս է ինչ որ sense սիգնալներ ու դրոշներ, ես փորձում եմ այդ հարցը ոնց որ ինչ որ ձևով կարգավորել իմ շրջապատում։ Միշտ էլ լինելու է երևի ինչ որ կտոր, չգիտեմ, ես կատակով մեկ-մեկ որ ինձ ինչ որ բան են ասում, կամ տարօրինակ հարց են տալիս, օրինակ, հա, որ ենթադրում է, որ դե չեմ հասկացել դրա համար եմ ինչ որ բան արել։ Ես ասում եմ, դե հիշեք էլի, մենք արդեն տաբուրետկայից ոնց որ մարդ կա օրենք էլի գրած, որ անցել ենք։ Արդեն մարդ ենք համարվում։ Կամ կատակով կարող ասեմ անկեղծ ասած հիշում ես չէ որ ես մտավոր հետամնաց չեմ բայց դա տենց հումորային է ավելի շատ չգիտեմ լուրջ չի հաստատ էլի մենք վերջին մի տարվա ընթացքում մեր կազմակերպությունը հիմնականում աշխատել է շփվել է փոքր բիզնեսների հետ եւ հիմնականում եւ բիզնեսների եւ փոքր ձեռներեցների կամ անհատ ձեռնարկատերերի
ովքեր ունեն տարբեր խնդիրներ, սկսած ֆինանսական ռեսուրսներ ներգրավելուց, վերջացրած մարդկային ռեսուրսներ գտնել կամ հումք գտնել եւ այլն։ Ընդհանրապես քանի որ չեմ ուզում ասած օրինակները խոսենք Apple-ից եւ մյուս բաներից, կենտրոնանանք այդ փոքր կազմակերպությունների, փոքր ընկերությունների խնդիրների վրա։ Կասեք մարքեթինգը ինչ խնդիր կարող է լուծել այս կազմակերպությունների կամ ձեռնարկատերերի, գործարարների համար։ Չխոսեմ միայն մարքեթինգ աուտսորս անելու կամ մարքեթինգային ծառայություններից օգտվելու, այն հենց մարքեթինգ գիտելիքի գիտության մասին, սկսած թե ինչ ապրանք ենք շուկահանելու, ինչ ֆունկցիոնալ ինքը պետք է ունենա կամ ինչ ծառայություն ինքը պետք է համադրի իր մեջ կամ առանձին եթե ծառայություն է, հենց ինչ գնային քաղաքականություն պետք է վարվի, ինչպես եւ որտեղ պետք է վաճառվի այդ ապրանքը, ինչպես կառաջ խաղացվի, ինչ հարթակներով, ինչ տեսքով, ինչ նյութով, ինչ կոմունիկացիա պետք է վարվի հաճախորդի հետ, ինչ երկարատև, ինչպես պետք է կառուցվեն այդ երկարատև հարաբերությունները, ինչա բրենդ հասկացությունը, ոնց ստեղծել այդ ամեն ինչը, ինչպես աշխատել քո ռեպուտացիայի վրա շուկայում եւ այլն։ Այդ բոլոր կլաստերների համար պատասխանատու է մարքեթինգը։ Հիմա թե փոքր ու միջին բիզնեսը ինքնուրույն սեփական գիտելիքով կփակի այդ բացերը, կներգրավի հատուկ մասնագետներ թիմում, թե աուտսորս ծառայություններ կպատվիրի, թե կուսումնասիրի օրինակ նմանատիպ ընկերությունների փորձը դրսում, բոլորն էլ ողջունելի է իրականում, որովհետև դա արդեն պրոֆեսիոնալ աշխատանք է, բայց այն որ առանց դրա հնարավոր չի, դա փաստ է, պատահաբար միշտ կարելի է, հա, ճիշտ գործողություն անել։ Ու ինձ էլ որ ասում են, իսկ չի լինի առանց դրա, ասում եմ, իհարկե կլինի, հնարավոր է ստացվի։ Օրինակ նույն շենք կառուցելու ժամանակ հանգիստ կարելի է առանց պլանի, առանց խորանալու հիմքը քանի մետր պետք է լինի, հա, առանց շինարարների օգնության հնարավոր է շենք կառուցել, ու տեսականորեն հնարավոր է։ Կարող է պատահական լավ ստացվի, կարող է այդ մարդու շնորհքն է շատ, հա, կարող է ընկերները ճիշտ խորհուրդներ կտան ժամանակին, բայց հավանականությունը նաև շատ մեծ է, ու ռիսկը շատ մեծ է, որ այդ շենքը առանց պատկերացնելու ինչպիսին պետք է լինի, նաև կհավասարվի գետնին, ինչը եւս պրոբլեմա։ Դրա համար այդ բալանսն է պետք գտնել, հա, ոսկե միջինը։ Ոնց անել, որ ամբողջ գումարը չգնա այդ պլանավորման process-ին, որ էլ շենք արկելուն գումար չմնա, բայց այնպես անել, որ հետո այդ շենքը կարողանա կայուն մնալ, հիմքը ճիշտ ստեղծել։ Հիմնականում այս ոլորտում ինչ սխալներ են անում, եթե դուք ունեք անձնական փորձ ձեր բիզնեսից, լավ կլինի, որ նաև այդ օրինակները բերեք, ոչ միայն ձեր բիզնեսի, այլ նաև այլ բիզնեսների, որոնց հետ աշխատել եք, ինչ սխալներ են անում եւ ինչ հերթականությամբ պետք է սկսել մարքեթինգի հետ գործ ունենալ, որպեսզի տարական գիտելիքներ, որտեղից սկսել աշխատել, հա։ Ամենաառաջին սխալը, որ անում են, պատկերացնում են, որ ամբողջը պետք է լինի, ապրանքն է, ծառայությունն է, ինչ ուզում է լինի, նոր մոտենալ մարքեթինգին դիմել, որպեսզի այդ ամեն ինչը ապահովի վաճառք։ Արդեն իսկ խնդիր է, որովհետև այդ ամեն ինչը վերանայելու ու լրամշակելու կարիք է ունենում։ Նաև պետք է լինում հասկանալ, իսկ ում համար է դա պատրաստված, որովհետև նախորդ նման հետազոտություն չի արվել։ Երկրորդ կարևոր խնդիրը, որ չգիտեմ, էլի ուրիշ երկրներում այդ աստիճան շատ փորձ չկա, ինչքան հայկական շուկայում, դրա համար միգուցե հայերի վրա մի քիչ շատ եմ, հա, բան ասում, բայց շատ շտապում են։ Դրսում նկատել եմ, որ այդքան էլ չէ, բայց հայկական շուկայում ահավոր շատ են շտապում, տակտիկական մտածելակերպը գերազանցում է ստրատեգիկին, բոլորը ուզում են միանգամից հարստանալ, ոչ ստեղծել են ապրանքը, ուզում են 3 ամիս հետո ամբողջ սպառվի ու իրանք նոր արտադրամաս ստեղծեն կամ չգիտեմ հարստանան, դառնան միլիոնատեր։ Բիզնես ստեղծելուց պետք է հաստատ իմանանք, որ առաջին 3 տարին պետք է աշխատենք մինուսով։ Պետք է աշխատենք մինուսով ոչ թե վատնա ապրանքը դրա համար, ոչ թե չի վաճառվում դրա համար, հա, այլ որովհետև դու միևնույնն է, նույնիսկ եթե շահույթ ունեցար, եթե աշխատեցիր, դու պետք է վերաներդնես ընկերության մեջ։ Ու եթե դու վերաներդրում ես, բնականաբար արդեն շահույթը սպառվում է որպես ինվեստիցիա, հա։ Եթե դու ուզում ես երկարաժամկետ բիզնես ունենալ, եթե դու ուզում ես շուկայում գործել, աշխատել, քո անունի մեջ պետք է ինվեստիցիա անես, քո պրոդուկտի մեջ պետք է ինվեստիցիա անես, ինչ վերաբերվում է իմ սեփական փորձին, դե քանի որ ես ֆունդամենտալ կրթությամբ տնտեսագետ եմ,
ամեն ինչ սովորել եմ տնտեսագիտական ֆակուլտետում, փորձել եմ կիրառել։ Ու հենց այդ պահը, հա, որ ֆունդամենտալ է պետք մոտենալ ու ինվեստիցիա անել եւ այլն, այդ իմ համար ի սկզբանե պարզ էր։ Այն ամեն ինչ ես վաստակում էի, ներդնում էի կամ բիզնես հագուստի մեջ, որովհետեւ ավելի ներկայանալի էր պետք լինել, կամ տեխնիկայի մեջ, որ ինձ պետք էր աշխատանքը գրագետ անելու համար, կամ իմ կրթության մեջ, որովհետեւ պետք էր որակապես աճ ունենալ։ Եղել են ժամանակներ, երբ որ ես գրպանում ամիսը 30,000-ը միայն կարողացել ունենալ, որովհետև ես MBA-ի անում շվեյցարական բիզնես դպրոցում։ Հիմա իրենց մոտ հենց կակրաս DBA եմ անում, դոկտորատուրա եմ սովորում։ Ու այդ հսկայական ծախս էր որպես այդպիսին, բայց այդ շատ կարևոր էր եւ իմ մասնագիտական ինքնավստահության համար, եւ իմ պորտֆոլիոյի համար, եւ հաճախորդին վստահ դեմքով ասելու համար, հա, ինչից ելնելով ես գիտեմ ու ենթադրում եմ։ Միայն բնազդով չես կարող, էլի, ու միայն տնտեսագիտական գիտելիքով էլի բավարար չի։ Իսկ այդ ինչքան տևեց այդ փուլը, երբ որ պայմանական 30,000 դրամով ապրում էիր։ 2 տարի։ Ու ես անկեղծ ասեմ, ես վատ չէի վաստակում, ուղղակի ես հսկայական վարկ էի մարում կրթության համար, ու իմ բոլոր նյութերը գրականությունը էլի մաչելի չէին։ Հիմա օրինակ հա դու կարող ես առցանց շատ բաներ անվճար քաշել, այն ժամանակ այդքան բան հասանելի չէր։ Դա որ թիվներ։ Դե 2010-11 էլի այդքան շատ հասանելի բան չկար։ 2010-ին ընդունվեցի ու ինքը տարի ու կես ա տևում մոտավոր, ես դրանից հետո եւս մի տարի վարկ էի մարում ավարտելուց հետո։ Ու այդ վարկը Հայաստանից էր, թե հա, ու ասեմ ավելին, այդ վարկը ինձ երբեք ոչ մեկ չէր տա, եթե իմ կուրսեցին չլիներ բանկի կառավարիչ, ու եթե ինքը արտախորհրդային ինչ-որ կարգով տամենչը չհաստատեր, ու ոնց որ ձեռք չմեկներ, նաև ձեռք մեկնեցին իմ բարեկամներից, ովքեր ստորագրեցին, որ իրենք պատասխանատվություն են կրում, նաև իմ մտերիմ ընկերուհին համակուրսեցին, վստահեց ու հավատաց, որ ես այդ ամեն ինչը կանեմ, ինքն էլ ստորագրեց, իմանալով, որ ամսական վճարը այդ վարկի շատ ավելի բարձր է, քան իմ ամսական եկամուտը այդ պայդրությամբ, բայց դա լրացիչ մոտիվացիա էր նոր պրոյեկտներ վերցնել, ուսումնական ծրագրեր ավելի ակտիվ անել, հա, ու դրա արդյունքում հա, լրագրողների մեջ ես դասախոս ունեի, ասում եմ, ինչքան կապեր ունես, այնքան լրագրող ես, ինձ թվում է բիզնեսի մեջ էլ հաստատ այդպես կլինի, էլ չասած այն խոսակցությունները, պատմությունները, որ շատ կարևոր որոշումներ ընդունվում են միջանձնային հարաբերությունների շնորհիվ եւ ոչ լուսանկարիչների կամ լրագրողների ներկայությամբ անկեղծ ասեմ, տենց վարակույրների հետևում ինչ-որ բաներից դժվար հիմա խոսամ, ավելի շատ կխոսամ այդ կապիտալի մասին, հենց կապը ավելի շատ ընկերներ ու ֆունդամենտալ գիտելիք ու ուղղորդումներ, ցուցումներ, հա։ Իմ սիրած խոսքերից է, մեր բիզնես խորհրդատվական շրջանակներում շատ ունեմ ընկերներ, ու երբ որ միասին ենք, ասում գիտեք, այդքան կարևոր չի լինես խելացի, ինչքան ունենաս խելացի ընկերներ։ Վայ, նա տենց մի ասա դու ես խելացի, ասում ընդհանրապես դրա մասին չի իմ խելքը կտրել է, ես ձեզ ունենամ իմ կյանքում արդեն բավարար է։ Այդ իմ համար իրոք շատ կարևոր խոսք է, ես շատ եմ սիրում այս մարդկանց, ամեն մեկը իր ոլորտում շատ լուրջ պրոֆեսիոնալ է, տարիքային շատ տարբեր, բայց ինձնից 10 եւ ավել տարի մեծ ժողովուրդ էլ կա, ու այդ փորձի փոխանակումը շատ ավելի մեծ բան է, քան օրինակ, չգիտեմ, լրացուցիչ մի պատվեր ունենաս ծանոթի միջոցով։ Հավատացեք, երբ որ դու անուն ռեպուտացիան կառուցում ես, բավարար գիտելիք ունես ու կարող ես իրականացնել, մարդիկ ունենան միլիոնավոր ծանոթներ էլ գալու են քեզ մոտ, որովհետև դու ես դրա մաթեմատիկան տալիս ու դու ես փրկում իրանց միջոցները, հա, դու ես կարողանում իրանց շուկայում օրինակ ներկայացնել։ Ոչ մեկ ուղղակի ծանոթին չի տա գումար անելու համար են, ինչ որ իրեն օգուտ չի տալու։ Պապաս ընկեր ուներ, ով մյուս իրանց ընկերոջ աղջկան գումար էր վճարում, որ չգա իր մոտ աշխատելու։ Դե որ papan իր papan այդ աղջկա papan չնեղանա որ իր աղջկան գործ չի տալիս ինքը ինչ որ գործ էր տվել որ տանն էր անում որովհետև այո բիզնեսի ներկայացուցիչը շատ կարևոր բան է հասկանում ոչ մի ծանոթություն բիզնես ֆունկցիա իր մեջ չի պարունակում ու բիզնես կոնտակտները, բիզնես կապերը, բիզնես հարաբերությունները դրանք ավելի շատ պրակտիկ, ֆունկցիոնալ ու որոշակի, հա, հենց բիզնես նպատակ են իրենց մեջ կրում։ Այդ անձնականը իհարկե կա անձնական սիմպաթիա հասկացություն, բայց եթե դու չես կարող բիզնեսի տեսանկյունից օգուտ տալ,
ուզում ես Մերլին Մանրոն եղիր, քեզ կսիրենք, այդ կգնան ինչ-որ միտեղ կնստեն, կխմեն, ընկերություն կանեն, բայց ոչ բիզնես, էլի, բիզնեսը արդեն դրա մասին չի։ Վերադառնալով այդ սխալներին, երևի առաջի բանը, որ նշեցիք, այդ շտապելն է։ Ու նաև մեծ ներդրումներ անելը, վարկեր վերցնելը, ես ենթադրում եմ, որ դա կարա սխալ լինի։ Չհաշված վարկեր վերցնելը շատ լուրջ սխալ է։ Այն որ ես նույն այդ վարկը հայ ուսման համար վերցրել էի, ես գիտեի հստակ, ես ինչ պետք է անեմ, ու ես պլան ունեի հստակ, քանի դաս պետք է կազմակերպեմ, ինչ հատվածում, ու ես գրաֆիկով այդ ամեն ինչը անում էի։ Այսինքն ինքը 100% ռիսկ չէր ինձ համար, նույնիսկ 50% ռիսկ չէր։ Այն մարդիկ, ովքեր ստորագրեցին, իրենց համար շատ մեծ ռիսկ էր, որտեղ իրենք հավատացին, որ ես այդ հաշվարկը արել եմ, բայց գլոբալ առումով մինչև հաշվարկը արած չի, ուղղակի ինչ որ գործողություններ անել, որ դե կբերի բախտս եւ այլն, բախտը բերում է նրանց, ովքեր հստակ հաշվարկ են արել, ովքեր հստակ գիտեն ինչ են անում ու ինչի համար են անում։ Իսկ դա իմանալու համար պետք է կարդալ, սովորել, նայել ուրիշների փորձը, սովորել ուրիշների հաշվին մաքսիմում։ Նա գնալ առաջ։ Իսկ դուք որպես կազմակերպության ընկերության տնօրեն ինչ սխալներ եք արել որպես բիզնես սխալներ։ Երևի թե շատ արած կլինեմ, հիմա փորձեմ մտաբերել մի քիչ հետաքրքիր ինչ-որ բան պատմելու համար։ Սկսած կադրային օրինակ ընտրությունը, կարող է շատ սխալ կադրային ընտրություն անես, նայելով CV-ին, տեսնելով, որ շատ հետաքրքիր բաներ է գրած, շփվում ես մարդու հետ շատ հաճելի է, ու դու տրվում ես էմոցիային, եւ օրինակ չես նշանակում փորձաշրջան, այլ միանգամից ոգևորված առաջարկում ես աշխատանք։ Կամ մարդը ասում է օրինակ ինչ գումարի շրջանակներում ենք պատրաստ աշխատել, դու չես հաշվարկում այդ պահին, արդյոք դա քո համար այդքան արդյունավետ կլինի թե չէ։ Մեկ այլ սխալ արել եմ, երբ որ չես զանգում նախորդ գործատուին ճշտելու համար այդ մարդու մասին, այդ մարդու ռեպուտացիայի մասին։ Որտեղ բիզնես խորհրդատվության ոլորտում, բոլոր ոլորտներում ես վստահ եմ, ինձ համար բիզնես խորհրդատվության ոլորտում շատ կրիտիկական է ճշտել այդ մարդու ռեպուտացիան, ճշտել դրսևորումները ու համոզվել օրինակ ինչու՞մն է պատճառը, որ մարդը նախորդ աշխատանքից դուրս է եկել։ Շատ անգամ վախենում ես դա անելուց, որովհետև այդ մարդը քեզ դուր է եկել։ Ու այդ շատ մեծ սխալներից է։ Հետո անձնական վերաբերմունք ցուցաբերելը շատ լուրջ սխալներ։ Իսկ այդ սխալները արել եք վերջերս, թե ավելի վաղ շրջանում բիզնեսի։ Ժամանակին ավելի շատ էի անում, հիմա ավելի քիչ եմ անում, բայց անսխալ մարդ չի լինում, այլ դու նույն սխալը ուղղակի չես անում կամ նույնությամբ չես անում։ Կամ հույս ես ունենում, որ այս անգամ դե լավ այդքան էլ սխալ չի։ Դե բայց քո հաշվին ես փորձը անում, հա։ Ու քո հաշվին ես փորձը կուտակում։ Այդ շատ կարևոր բան է։ Իսկ բախվել եք խնդրին, որ կադրերի պակաս կա։ Ունեցել եմ։ Ոնց եք լուծում այդ խնդիրը։ Կադրային սով մոտ 5 տարի առաջ մինչև այս վերջերս շատ ուժեղ կադրային սով էր։ Լուծում էինք այդ հարցը internship-ի ծրագրերով, ինչ որ ներգրավում էինք շատ երիտասարդ մասնագետներ եւ իրենց սովորացնում էինք մասնագիտությունը ու դրա դիմաց իրանք որոշակի աշխատանք էին իրականացնում սովորելու դիմաց ու արդյունքում արդեն կախված հաջողություններից նաև ընդունվում էին աշխատանքի ու շարունակում ունի թերություններն ու առավելությունները որտեղ առաջին տարին ցանկացած մասնագետ ինքը մինուս է բիզնեսի համար մեր ոլորտի բիզնեսի համար եւ եթե դու մի տարի ներդրում ես անում ու հետո կորցնում ես այդ մասնագետին դու փաստացի ինչ որ մեկին մեծ նվեր ես անում բայց քո դեպքում այդ խնդիր է այս վերջերս կադրային սովը վերանում ապակասում է հենց AI-ների շնորհիվ որովհետեւ մեկ աշխատակիցը կարողանում է առնվազն 3-ից 5 հոգու աշխատանք արդեն իսկ իրականացնի օրինակ կբերեք մի աշխատակցի որը այս պահին անում Առանց անուններ տալու ու կոնկրետ չէ ուղղակի մասնագետ ասենք դիզայներ օրինակ միջին որակի նույնիսկ դիզայները օգտագործելով մի շարք ծրագրեր AI ծրագրեր կարող է շատ լուրջ վիդեոմոնտաժնիկի գործանի գրաֆիկ դիզայնով նկարների պատրաստմամբ անիմացիաներ ստեղծի ու այդ բավականին լուրջ, հա, այնտենց մեծ օրկեստր է ստացվում։ Կամ օրինակ միջին որակի մասնագետը շատ հանգիստ մենակ ChatGPT օգտագործելով, բայց խելամիտ օգտագործելով ու իրան սովորացնելով
կկարողանա եւ ռազմավարություն մշակել եւ հետազոտություն իրականացնել, որովհետեւ հետազոտության պլանը ChatGPT-ի հետ միասին կկառուցի, հա, ու նպատակները դրա վրա կդնի, կգնա հետազոտության տվյալները կհավաքագրի, կբերի կկերակրի ChatGPT-ին, ChatGPT-ին օրինաչափությունները կգտնի, կվերցանի, կասի, դրա հիման վրա համատեղ ուժերով էլի ռազմավարական պլան կմշակվի։ Այստեղ կարևոր է ուղղակի հավաքել որակյալ գիտելիքներ, ինչքան շատ կան գիտելիքներ մասնագետի մոտ, ինչքան շատ կարողանում է կիսվել այդ գիտելիքներով նաև GPT-ի հետ, նո, պարտադիր չի հենց GPT-ի, հա, AI-ի հետ, գեներատիվ AI-ի հետ, ինքը կարողանում է համեմատաբար արդեն որակյալ կոնտենտ ստանալ, հետո պրեզենտացիա դրա վրա սիրուն կառուցել, գեներացնել, հետո իհարկե կարևոր է շտկումները մտցնել ու մի քիչ կարգավորել։ Իրականում շատ լավ է, որ այն զարգանում է, ահագին էժանանում են հոգսերը կամ ավելի թեթևանում են հոգսերը գործարարների եւ ընկերությունների ղեկավարների համար, որովհետեւ ավելի հեշտ է այ գործիքների համար վճարել, ավելի էժան է, քան կադրեր վերցնել, բայց սրան զուգահեռ ենթադրվում է, որ հիմնականում մարդիկ պետքա ավելի մտահոգված լինեն իրենց կրթությամբ, իրենց կարողությունների զարգացմամբ, բայց երբ որ շփվում ենք տարբեր ղեկավարների հետ, ընկերությունների, ինչ են ասում, որ իրենք չեն զգում, որ այդ կադրերը ունեն ձգտում սովորելու կարողությունները զարգացնելու, եւ նույնիսկ լինում են դեպքեր, երբ դու մարդուն իրենց բառերով եմ ասում, ձեր քեզ մեկնում բերում ես առաջ, փորձում ես սովորացնել, նույնիսկ վճարում ես, այսինքն ուղղակի անվճար պրակտիկայի չի գալիս, վճարում ես, միգուցե քիչ ես վճարում, բայց ամեն դեպքում վճարում ես, որ սովորի, մենթորություն ես անում, բայց զգում ես, որ այդ մարդը լրիվ իրեն լավ ազգում այն միջավայրում ինչ ունի, ինքը տեքստ գրող լրագրողը չի ուզում այլևս օրինակ սովորի նկարել կամ մոնտաժել կամ ինչ-որ ինֆոգրաֆիկաներ անել, լրիվ բավարարվում է նրանով, ինչը ունի։ Կներեք, ես ռուսերեն մի քիչ շատ եմ ինչ-որ օգտագործում այսօր տենց ստացվեց, բայց տենց արտահայտություն կա, էլի, «Не причиняйте добро людям»։ Զորով չի կարելի ոչ մի բան անել, եթե մարդը չի սովորում, չի ուզում, կարելի է ուղղակի այլ մարդներ գրավել, հա։ Փառք Աստծո, սովորել ցանկացողների հսկայական բանակ կա, ովքեր իրենց շանսն են նման գալիս։ Ու երկրորդ կարևոր բանը իսկապես կան կա մեծանում է շատանում է ու պետք է այդ ուղղությամբ շատ լուրջ աշխատել, պետք է մասսայաբար խրախուսել այդ ամեն ինչը։ Ես իմ Facebook-յան էջով փորձում եմ այդ ամեն ինչը անել, անդադար կրթությունն եմ խրախուսում, ամեն անգամ փորձում եմ ներգրավել նոր մարդկանց։ Մեր 20-ամյակի իվենթների շրջանակներում էլ մենք ամեն ամիս անվճար հրավիրում ենք մոտ 40 մասնակից ու հետաքրքիր workshop ենք կազմակերպում, այս վերջերս թվային հենց գործիքների ուղղությամբ բիզնեսում։ Իդեպ ձեզ եմ հրավիրում, ձեր հանդիսատեսին եւս անպայման, խնդրում եմ հետևել, կարելի է միանալ ու ինքը անվճար է, հա, բոլորովին ու շատ կարևոր է, որ մարդը հնարավորություն ունենա, մուտք ունենա անվճար կրթությանը եւս։ Բացի դրանից շատ կարևոր է մարդկանց այդ սովորացնել, սովորել։ Դա խնդիրներից մեկն է, որովհետև մանկուց է դեռ գալիս, հա, դու հիմա սովորի, հետո կաշխատես։ Դա խնդիր է։ Դա եթե ժամանակին սովետական հասարակարգում խնդիր չի եղել, որովհետև հետո աշխատատեղը պատրաստ է եղել, ու ինչ որ հարմար, հա, հենց գիտելիքների շրջանակներով ֆունկցիոնալով եղել է տարբերակ։ Հիմա դա շատ լուրջ խնդիր է, որովհետև փորձը բացակայում է։ Էլի այսօր փոքր տղայիս հետ զրուցելու ժամանակ մտածում էի, ինքը 9 է դառնում, էլի 8 տարեկան է, մտածում էի, որ կարելի է ինչ-որ ջունիոր նաև ճյուղ բացել ընկերության ներսում, ներգրավել այդ 13-14 պլյուս, հա, տարիքի երեխաներ, որ իրանք internship-ի հնարավորություն ունենան, ինչ-որ կարողություն ունեն դա փորձեն ներկայացնել, բացել, փորձ ձեռք բերեն սովորելու հենց պրակտիկ կիրառման շրջանակներում, որտեղ այդ տարիքում մարդիկ ավելի բաց են ու ավելի ճկուն են։ Մենք ամառային բիզնես դպրոցներ էինք անում 17 թվականից, ու այդ շատ հստակ երևում է։ 20-ից հետո ինչ որ բան է տեղի ունենում, եւ որ մարդը սկսում է կարծրանալ։ Ու եթե միջև դա ինքը չի սովորել, որ պետք է շարունակի այդ սովորելու process-ը, այս սկսում են խնդիրները։
ու եթե ինքը մինչև այդ աշխատանքային առաջի փորձը ձեռք չի բերել, էլի սկսում են խնդիրները։ Եվս մի խնդրեմ ընտանիքում, այդ գիտեք իմ շատ հին ուսանողներից մեկն ասել, իսկ մենք արդեն բավականին մեծ են, ժամանակ 16 տարեկան էր, ասում էր մեծ ծնողները մեծացնում են այդ ջերմոցային պայմաններում, հետո իրական կյանքին բախվելուց հետո հասկանում ենք, որ լավ կլիներ մենք իմանայինք, որ արևը միայն սիրուն չի, նաև ագրեսիվ է օրինակ, հա, որ բնությունում քամի հասկացությունը գոյություն ունի։ Մենք փոքրուց կսովորեինք դիմակայել, ավելի կենսունակ կլինեինք։ Իսկ այդ ջերմոցային պայմանների խնդիրը ինչու՞մն է կան։ Ծնողը միևնույնն է կապահովի կտա, չէ՞, ոնց է մեզ մոտ։ Դա շատ լավ է, որ երեխայի հանդեպ խնամքը կա, բայց այդ երեխան երբ որ արդեն 40-50 տարեկան է, ծիծաղալու է։ Պապաս խոսք ունի, ասում է երեխային մինչև 60 տարեկան է պետք պահել, հետո ինքը թող իր գլուխը պահի։ Այդ խնդրեմը։ Այդ իրականում հայկական հասարակ, չէ, իրականում մենակ հայկականին չի, արևելյան։ Որովհետև շատ ընդունված արևմուտքում այդքան էլ ընդունված չի, ավելի, եթե Իտալիան բաց թողենք այն հարավային մասերը, հա, ավելի թողում են ազատություն։ Ես ինքս օրինակ ինձ տրամադրել եմ, որ 18-ից պետքա նույնիսկ չգիտեմ 18-ից թե երբ, բայց հենց դպրոցը ավարտելուց հետո արդեն կրթությունը համալսարանական տղաներս պետքա ստանան արտասահման ոչ թե նրա համար, որ չգիտեմ արտասահմանը տենց երևելի բան, այլ ինչ որ սեպարացիայի, հա, նաև հիմք է։ Ու ես ամեն ամառ փորձում եմ արդեն տեսնեմ, օրինակ մեծս հիմա 12-ա կլինի 13 ամռանը, նորից փորձելու եմ այս տարի, տեսնեմ կարողանում է արդեն ինչ որ գործանի, թե չէ, օրինակ անցյալ տարի համբերությունը չէր հերիքում։ Առանց կոտրելու, առանց ջարդելու, առանց ստիպելու ու պարտադրելու, բայց ինչ որ ֆունկցիա փորձեմ ինտեգրել ու տեսնեմ օրինակ ինչա ստացվում։ Եթե մարդը ձեռք է բերում որոշակի, հա, ունակություններ հենց տեղում, մտածելակերպ, համբերություն, անել ոչ այն օրինակ ինչ հենց ուղիղ խաղի հետ կապ ունի կամ մենակ հոբի է, այլ նաև գտնել սեփական մասնագիտական հետաքրքրությունները։ Իսկ այդ փնտրտուքը տեղի է ունենում ռեալ կյանքում։ Պիտի բախվես, չէ, որ կարողանաս հասկանաս դա քեզ դուր է գալիս, հետաքրքիր է թե չէ։ Թե չէ, ասենք 7-րդ դասարանից ամենից սկսում են հարցնել, ես դու ինչ մասնագետ ես դառնալու, ինքը ինչ գիտի, ինքը չի առնչվել։ Ինքը չի պատկերացնում օրինակ իրան բժշկությունն է ավելի շատ դուր գալիս, մարքեթինգն է դուր գալիս, թե ինքը ուզում է օրինակ, չգիտեմ, մեքենա վարի, գնացք, հա, շատ տարբեր բաներ, չէ, գոյություն ունեն, մարդու նախասիրությունները ոչ մեկ չի հարցնում։ Հա, պետք է երևի դպրոցն էլ ինչ որ ֆունկցիա ունենա։ Կա, ահագին բաներ կա, ես տեսնում եմ ինչքան է զարգանում օրինակ։ Նույն վճարվի դպրոցների շրջանակներում այդ մասնագիտական կողմնորոշում լինում է։ Եղել է, դեպքեր եղել են, հրավիրել են, ինչ որ բաներ եմ խոսացել երեխաների հետ։ Այս մեր Summer Business School-ը 17 թվականից որ անում էինք, տարին 50 երեխա ունեցել ենք։ Որ խնդրեմ մինչև շարունակելը ձեր բիզնես դպրոցները եւ այլն, կասեք slice marketing-ը կամ slice consulting-ը ինչով է զբաղվում, ինչ գործունեության ինչ ճյուղեր ունի։ Հենց հիմա մանրամասն եմ։ Slice consulting-ը բիզնես խորհրդատվական ընկերություն է, նաև մասնագիտացած մարքեթինգում։ Ունի հիմնական ճյուղերը branding design marketing-ն է, որը վիզուալ, հա, կտորն է բիզնեսին ապահովում ամեն ինչով, թվային մարքեթինգի կտոր, որը ապահովում է թվային գործիքակազմը բիզնեսի համար, ոչ միայն առաջ խաղացումը, հա, միայն գովազդ կամ SMM ասածը չէ։ Եվ երրորդ կտորը դա արդեն ռազմավարական մարքեթինգի բլոկն է, որտեղ հետազոտություններն են, ռազմավարական պլաններն են, ու արդեն ռազմավարական կտորը հենց կառավարում է մնացած երկուսին։ Ունենք նաև մեր ակադեմիան, Slice Academy, որը բիզնես վերապատրաստման դպրոց է, դա 18 տարի առաջ ենք ստեղծել, որովհետև կարիք կար եւ հաճախորդներին վերապատրաստելու սովորացնել եւ կադրեր վերապատրաստել մեր ու մեր հաճախորդների համար, ու ունենք Slice Production կոչվածը, որը մեծամասամբ AI-ների միջոցով է արդեն դարել, մեր սեփական ստուդիան է եւ արդեն մուլտիմեդիա նյութերն ենք պատրաստում, կլինեն վիդեո, կլինեն ֆոտոնկարահանում եւ այլն։ Դա էլի անբաժան կտորն է եւ branding design marketing-ի եւ թվային մարքեթինգի, բայց առանձին բրենդով է հանդես գալիս։ Նաեւ ես հիմնել եմ իմ հասարակական կազմակերպությունը 22 թվականին,
perspective to grow այս սոցպատասխանատվությունն է ու հենց կրթությունը մաքսիմալ տարածելու ու պրոպագանդելու շատ լուրջ գործիք է հենց պրոպագանդելու ու իր միջոցով կարողանում ենք ներգրավել ու ապահովել կրթություն բոլոր նրանց ովքեր օրինակ այլ պայմաններում իրենց չէին կարող այդ կրթությունը թույլ տալ կամ մարքեթինգային որոշակի ծառայություններին մուտքի հնարավորություն ենք տալիս, որոնց այլ պայմաններում ուղղակի հնարավորություն չէր լինի, հա, մուտք գործելու։ Փորձում ենք ոնց որ եւ շուկան զարգացնել, եւ գիտելիք ապահովել։ Նանե ջան, շատ շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրը Նանե Մաթևոսյանն էր, Slice Consulting ընկերության հիմնադիր տնօրենը եւ բիզնես խորհրդատու։ Դուք լսում դիտում եք Մեծ գործ podcast-ը, բաժանորդագրվեք, հետևեք մեզ YouTube-ում, Facebook-ում եւ մյուս սոցիալական ցանցերում։ Շնորհակալություն։